Ճանապարհային ոստիկանություն ներկայացրեցի օրինական ուժի մեջ մտած դատավճիռս ինձ զուգարանի թուղթ ասա։ 9 հատ գիծ եմ տարօր ընդամենը, ոչ արկալ օգտագործած վարորդ եմ։ 21 թվականից ես վարորդական իրավունքից զրկված եմ, բայց 23 թվականից մինչև այս պահին ինձ վրա ակտեր է գալիս։ Ինձ այս պետությունը ֆինանսական լուրջ վնասներ է պատճառել։ Ինչ խնդիր ունեք, ինչքան ժամանակ է, որ այդ խնդիրը կա։ Ես Դավիթ Վազգենի Ծաղիկյանն եմ։ Խնդիրս 21 թվի նոյեմբերի 4-ից կայացել է մի խնդիր, որը իմ համար շատ աբսուրդային իրավիճակ ստեղծվեց։ Նոր պարեկները դուրս են եկել, ինձ զրկել էին բալային համակարգով վարորդական իրավունքից։ Դատարան եմ դիմել, դատարանը բավարարել է հայցս եւ անվավեր է ճանաչել ճանապարհային ոստիկանության այդ զրկումը։ Ճանապարհային ոստիկանություն ներկայացրեցի օրինական ուժի մեջ մտած դատավճիռս ինձ զուգարանի թուղթ ասա։ Ես 2026 թվականի մայիսի 16-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում մոտեցա Նիկոլ Փաշինյանին, ներկայացրեցի, փաստերն էլ, ամեն ինչն էլ պատճառաբանեց, որ թյուրիմացություն է եղել։ Հիմա թյուրիմացության արդյունքում ես պահանջում եմ, որ իմ վարորդականը վերականգնեն, ես չսպասեմ իրանց կատարած ամունիստին եւ այլն, բայց այդտեղ ավելի լուրջ հարց է բարձր։ Ինչ խնդրի համար են ձեզ զրկել վարորդական իրավունքից։ Ինձ կանգնացրի, ասել են բալային համակարգով զրկված ես, 9 բալատ 9 հատ գիծ եմ տարօր ընդամենը, ոչ արկալ օգտագործած վարորդ եմ, ոչ նարկոտիկ օգտագործած վարորդ եմ, ոչ էլ տենց անշնորհք վարորդ եմ եղել։ Երբևիցե վթարի մասնակից բան չեմ եղել, բալերս էլ լրացել, ինձ զրկել էին։ Հիմա ստեղ ավելի աբսուրդային բան առաջացել, որ 21 թվականից ես վարորդական իրավունքից զրկված եմ, բայց 23 թվականից մինչև այս պահին ինձ վրա ակտեր է գալիս։ 3 միլիոնի չափ արդեն ակտ է եկել։ Ճանապարհային ոստիկանությունը, ներքին գործերի նախարարությունը պատճառաբանում ասում է դուք կցված եք ինչ-որ մի թանկարժեք մեքենայի վրա։ Հարգելիներս, եթե կարող եք ինձ կցել ինչ-որ մի հատ մեքենայի վրա, կցեք, ես կասեմ, որ մեքենայի վրա, որ գնամ աշխատեմ։ Ինձ այս պետությունը ֆինանսական լուրջ վնասներ է պատճառել ու ես Հայաստանի Հանրապետության կառավարությունից պահանջում եմ օբյեկտիվ մոտեցում ցուցաբերեն, խնդրում եմ, հորդորում եմ, նաև ինչու՞ չէ պահանջում եմ ինձ ազատեք հարկային եւ մաքսային պարտավորություններից, ես իմ քյասիբությունն իմ գլխի մեջ հաղթահարեմ։ Պետության շնորհիվ ես զրկվել եմ հանապազորյա վաստակելու իրավունքից։ Ժորժ Դուք հետաքրքրվել եք ինչ մեքենայի են ձեզ կցրել ձեր տվյալները, անձնական տվյալները, ձեզ հայտնի է այդ մեքենայի տերը ով է։ Չէ, ինձ ոչինչ հայտնի չի, ռուսական համարներով մեքենա է, ինձ հայտնի չի։ Ես չգիտեմ, բոլորը ինչ արել է ներքին գործերի նախարարությունը, դա կոպտորեն օրենքի խախտում է, դա քրեորեն պատժելի արարք է ու գլխավոր դատախազը հակակոռուպցիոն կոմիտեն տեղյակ են, թող քրեական գործ հարուցեն, բոլորն ասում են մատերի արանքով են նայում հանցագործության մասին, բայց այդտեղ տուժվում եմ ես, լուրջ ֆինանսական կորուստներ եմ ունեցել, լուրջ ֆինանսական կորուստներ, 2020 թվականից մինչև այսօր ես շատ լուրջ ֆինանսական կորուստ եմ ունեցել, 100 միլիոնս մարզամերգային համալիրից խլեցին տարան, հետո տարածքը անվանեցին լքված տարածք, չէ, լքված տարածք չի, դա տեր ունի, այդ տարածքը ես եմ դրա տերը, ուղղակի պետությունը չի թողում ես աշխատեմ։ Դառա տաքսու վարորդ նույնպես չի թողում ես պետությունը։ Գերակաշահ է ճանաչվել տվյալ տարածքը։ Ոչ, գերակաշահ չի ճանաչվել։ Դատարանի վճռի վրա թքելով նախկին կառավարությունը դեռ դատարանի վճիռ ուժի մեջ չմտած, դատական փուլերը գնում էր, կառավարությունը որոշում կայացրեց մարզահամերգային համալիրից պետական սեփական գույքը պետականացնել։ Բայց իմ սեփական գույքը ինչի համար եք պետականացրել, մինչև այսօր չեմ հասկանում։ Փոխհատուցում չեք ստացել։ Ոչ մի կոպեկ փոխհատուցում ոչ մեկից չեմ ստացել։ 21 թվականից մինչև հիմա ինձ զրկել են հանապազորյա վաստակելու իրավունքից, մինչև օրս էլ ոչ մի փոխհատուցում չեմ ստացել։ Մենակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասեց թյուրիմացություն եղել։ Եթե թյուրիմացությունն է, կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին, խնդրում եմ Նիկոլ Փաշինյանին, թող հանձնարարի ներքին գործերի նախարար Արփինե Հովհաննիսյանին օրենքի ուժով իմ վարորդականը հետ վերադարձնեն։ Նորից վերադառնանք ձեր վարորդական իրավունքի զրկմանը, հա, զրկվելուց հետո դուք որևէ մեքենայից օգտվել եք, մեքենա վարել եք։ Զրկվելուց հետո 21 թվականի նոյեմբերի 4-ից հետո բացարձակապես երթևեկել եմ տրանսպորտով հանրային եւ ոտքով։ Մեքենա չեմ վարել, քանի որ չեմ վարել, խուսափել եմ քրեական
պատասխանատվությունից, բայց դուրս է գալի հիմա ես արդեն քրեական հանցագործ եմ, եթե ձևակերպում եք, որ այս պահը ես մեքենա եմ վարում ու ակտեր եք գրում ինձ վրա, ուրեմն ես հանցագործ եմ։ Նաև քարոզարշավի ժամանակ, նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ վարորդական իրավունքներ զրկված վարորդներին նշեց, որ հնարավորություն է տալու կեսբալով վերականգնելու իրենց վարորդական իրավունքները եւ թույլ է տալու, որպեսզի 1 տարվա ընթացքում իրենք պահպանեն այդ բալերը։ Դուք դիմել եք ՆԳՆ-ին, գուցե ձեր վարորդական իրավունքը եւս վերականգնվի։ Հարգելիներս, ես չեմ սպասում պարոն Փաշինյանի կատարած ամունիստից օգտվեմ եւ իմ վարորդականը ստանամ։ Ես խնդրում եմ, պարտադրում եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը հարգի Հայաստանի Հանրապետության անունը, հարգի դատարանի դերն ու դիրքը։ Չեք ցանկանում ձեր վարորդական իրավունքը վերականգնել։ Իմ վարորդական իրավունքը 5 տարի պայքարում եմ վերականգնեն օրենքի ուժով, դատարանի վճռով։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարեց դատարանի վճռը զուգարանի թուղթ տալ, լրատվամիջոցներով ես ասեցի, ներքին գործերի նախարարությունը ինձ դատի տվեց ու նորից պարտվեց։ Քաղաքացիական դատարանում պատիվ էին պահանջում, բայց նրանք անհարգալից վերաբերմունք ցուցաբերեցին դատարանի նկատմամբ եւ փախան դատարանից, որովհետեւ իրանք էլ հասկացան, որ դատարանի օրինական վճիռը զուգարանի թղթի տեղ են դրել։ Եվ ես պահանջում եմ Հայաստանի Հանրապետության կառավարությունից, ներքին գործերի նախարարությունից, որ հարգեն դատարանի վճիռը եւ օրենքի ուժով իմ վարորդականը հետ տան։ Ես չեմ սպասում ամունիստից օգտվելուն, որովհետեւ ես ունեմ օրինական դատարանի վճիռ, օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռ, որը ամեն ինչից վեր է։ Եթե Հայաստանի Հանրապետությունը, ուրեմն իր անունից կայացվել է օբյեկտիվ վճիռ, պարտավոր լինեն հարգեն դատարանի վճիռը, որ ես էլ պարտավորություն զգամ, հարգեմ իմ Հայաստանի Հանրապետությունը, հարգեմ իմ կառավարությանը։ Եթե կառավարությունը Հայաստանի Հանրապետության անուն ազգանունը չի հարգում, ես իրաց բացարձակապես չեմ հարգի։ Փոխադարձ լինի, չէ՞ հարգանքը, քաղաքացի եւ իշխանություն։ Իշխանությունները իրանք իրաց գործողությունը չեն հարգում։ Նիկոլ Փաշինյանը ամսի 16-ին մայիսի հայտարարեց, որ թուրիմացություն է։ Լավ, ընդունում եմ, այդ փաստը թուրիմացություն է։ Թող հանձնարարի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին օրենքի ուժով իմ վարորդականը անհապաղ հետ վերադարձնեն, որովհետև իմ համար կենսական նշանակություն ունեցող փաստ է։ Իսկ այս վնասը, որը ինձ պատճառել են, դա էլ կառավարությունից խնդրում եմ, թող ինձ 10 տարի ժամանակով ազատեն հարկային ու մաքսային պարտավորություններից։ Ես իմ գլխի մեջ իմ քյասիբությունը արդեն կհաղթահարեմ։ Դա էլ փոխհատուցում կլինի, շատ օբյեկտիվ ժողովրդավարական ձևով կլինի։ Եթե Նիկոլ Փաշինյանը հռչակում է իրան լեգիտիմ վարչապետ, ուրեմն պարտավոր է օրենքի շրջանակներում օրենքի ուժով հարգի դատարանի վճռին վարորդականը հետ վերադարձնի։